Ի պատասխան լրատվամիջոցների կողմից անօթևան քաղաքացի Քալաշ Քալաշյանի վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հարցադրումների գերատեսչության խոսնակ Նվեր Կոստանյանը տեղեկացրել է, որ նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ վերջինս շտապ օգնությամբ տեղափոխվել է Մաշկաբանության ազգային կենտրոն և ներկայումս գտնվում է բժշկական վերահսկողության ներքո։ Տեղեկացնեմ նաև, որ Քալաշյանը միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ջանքերի արդյունքում համաձայնել է բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ էլ կիրականացվի Քալաշյանի կարիքների համակողմանի գնահատումը։ Հավելեմ նաև, որ նախկինում ևս Քալաշյանին առաջարկվել է տեղափոխվել կացարան, սակայն վերջինս հրաժարվել էր դրանից, Facebook-ի իր էջում գրել է Կոստանյանը։ Նշենք, որ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության տնօրեն Անահիտ Սիմոնյանն իր էջում հրապարակել էր Քալաշյանի լուսանկարներն ու հայտնել, որ վերջինիս վիճակն ավելի է վատացել, հրաժարվել է անգամ սննդից, չի կարողանում սնվել ու շարժվել և հրատապ օգնության կարիք ունի։